24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայրենիք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Գրիգորյանը։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Հունվարի 1-ից գործում է առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, 1.600.000 մարդ կունենա առողջության ապահովագրություն, երկու փուլով է այն ընթանալու, առաջին փուլով կապահովագրվեն 0-ից 18 տարեկանները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ կարգ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը, զոհված զինծառայողների ընտանիքները եւ 200.000-ից ավել աշխատավարձ ստացողները։ Տարբեր մեկնաբանություններ եղան, նախ դուք ինչ խնդիրներ եք տեսնում եւ ինչ դրական կողմեր ունի առողջապահության ապահովագրությունը։ Նախ սկսենք դրանից, որ առողջության ապահովագրությունը դրական տեղաշարժ է հայաստանյան առողջապահության մեջ, այսինքն գաղափարապես մեր երկրին անհրաժեշտ էր դա։ Սակայն ցանկացած համակարգ, ցանկացած նոր, այսպես պրոդուկտ ասեմ, նախագիծ ասեմ, համակարգ ասեմ, ներդնելիս պետք է մի քիչ ավելի հետազոտվի համակարգը, հետո պետք է հետազոտվի մեր բնակչության մենտալիտետը, որտեղ առողջապահությունը դա սոցիալական ոլորտ է, ինչից հետո կատարվի հաշվարկ, գնահատվեն ռեսուրսները, նոր ներդրվի։ Հիմա այդ 5 կոմպոնենտից երևի թե միայն ուսումնասիրություն է արվել միջազգային փորձի, որովհետև փաստացի հունվարի 1-ից ստեղծվել է, ներդրվել է պարտադիր ապահովագրությունը։ Ես ինքս առօրյա աշխատող պրակտիկ բժիշկ եմ, վիրաբույժ եմ։ Ես դեռևս չգիտեմ ես ինչ գնացուցակով եմ աշխատելու, ինչ կոդերով եմ աշխատելու։ Չկա տեղեկատվությունը։ Եթե ձեր եթերը կնայեն պատկան մարմինները եւ կկարողանան ինչ-որ պարզաբանում տալ, ինչ-որ հասցե տալ, էլեկտրոնային կլինի, կրիչով կլինի, ոչ միայն ես, այլ նաեւ բժշկական ողջ հանրությունը շատ շնորհակալ կլինի։ Այսինքն, մենք չգիտենք ինչ գնացուցակով ենք աշխատելու։ Արդյոք ես ուզում եմ ապահովագրված պացիենտին բուժօգնություն մատուցեմ կամ բուժկենտրոնը, արդյոք ուզում է պայմանագիր կնքի պետության հետ, թե ոչ, որտեղ այդ գները, եթե պետպատվերի գներն են, դա շուկայականից ցածր արժեքներ են եւ հավատացում եմ ձեզ, որ շատ բուժաշխատողներ չեն համաձայնվի այդ պայմաններով աշխատել։ Կթողնեն բժշկությունը, այլ գործով կզբաղվեն, որովհետեւ խեղկատակություն է ստացվում բժշկին մեծ պատասխանատվության տակ դնել եւ կոպեկներ վճարել դրա փոխարեն։ Այսինքն մենք ունենանք ոլորտում շատ լուրջ դժգոհություն։ Դա այդ մասով 1.6 միլիոն մարդ ապահովագրելու համար գոնե պետք էր օրինակ դրա 10%-ը 160.000 մարդ ապահովագրել, պիլոտային ինչ որ գործընթաց սկսել, հասկանալ ինչ ստորջրյա քարեր կան, ինչ խնդիրների ենք բախվում, ինչից հետո նոր դա պրոյեկտել ամբողջ բնակչության վրա։ Մյուս հարցը դա այն է, որ օքեյ, ընդունում եմ մինչև 18 տարեկան, 65-ից բարձր տարիքի, ֆունկցիոնալ խնդիրներով մարդիկ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, զոհվածների ընտանիքներ, դրանք սա առանձին սոցիալական խմբեր են։ Իրենք պետք է ապահովագրվեին։ Սակայն 200.000-ից ավել գումար ստացող մարդիկ ավելի վճարունակ են, քան մինչև 200.000 դրամ ստացող մարդիկ, որտեղ է այդտեղ սոցիալական արդարությունը, որ այդ մարդիկ փաստացի չեն ստանալու ապահովագրություն այս փուլով, իսկ ով որ կոպիտ ասած ավելի շատ գումար ունի, ինքը ստանալու է։ Իմ համար այդ տրամաբանությունը շատ, այսպես ասած, անբացատրելի է, որովհետև ըստ օրենքի, ըստ բարոյական սկզբունքների ավելի շատ պետք է ապահովագրվեր այն մարդը, ով որ հնարավորություն չունի բժշկի դիմել, ոչ թե այն մարդը, ով որ ֆինանսապես հարաբերական, չեմ ասում լիարժեք, բայց հարաբերական կայուն է եւ ավելի շատ հնարավորություն ունի ի համեմատ այն մյուս խմբի հետ։ Այսինքն այդտեղ սոցիալական արդարությունն է ես չեմ տեսնում։ Այն մարդիկ, ովքեր ապահովագրված չեն, այսօր ես բազմաթիվ նման զանգեր Facebook-ով են գրել, Instagram-ով են գրել, ունեցել եմ, ստացել եմ, հարցնում են, ասում են, իսկ ով որ ապահովագրված չի, պոլիկլինիկական օգնությունը իրանց համար ո՞նց է մատուցվելու։ Ես չգիտեմ, որևէ պարզաբանում այդ մասով չի եղել։ Ինչպես նախկինում։ Արդյոք նույն ծառայություններն են, արդյոք նույն ծառայություններն են, որտեվ ես դեպք գիտեմ, որ մարդը գնացել է ակնաբուժի մոտ, տեսողությունը ստուգի, իրան ասել են դա փաթեթի մեջ չի մտնում այլևս։ Այսինքն մենք ունենք խնդիրներ, չպարզաբանված խնդիրներ։ Մյուս հանգամանքը, որ հիմնադրամը արդյոք ստեղծված է,
Այդ հիմնադրամը, որը որ պետք է կառավարի առողջության ապահովագրությունը։ Ես նայեցի առողջապահության նախարարի 2 հարցազրույց։ 3 մեկնաբանում էր կրկին։ Այո, եւ նախարարը հենց իր հարցազրույցի ընթացքում ասաց, որ իրանք դեռևս հավաքագրում են պերսոնալը, ովքեր որ պետք է աշխատեն։ Խնդիր կա, այսինքն անպատրաստ է դա։ Դե ասում է այդքան խիստ մի դատեք, քանի որ Խիստ համակարգը չենք նոր է դատում։ ներդրվում Շատ լավ, եւ խիստ կունենա չենք դատում։ թերություններ։ Հիմա տեսեք, այդ շտապողական ներդրումը ինքը ինչքան լավ է, այդքան էլ վատ է։ Ընդունում եմ, որ կոնկրետ հարցեր կարողացել են իրենց համար լուծել, ընդունում եմ, որ այս տարի ընտրությունների տարի է եւ 1.6 միլիոն մարդու ապահովագրելով իրենք կարող են ինչ-որ ձայներ հավաքել այդ ապահովագրված մարդկանցից, որպես sense։ Կարծում եք ընտրություններից առաջ արվող քայլեր միտումնավոր։ Եվ դա կնպաստի։ Դա մի կոմպոնենտը նա ապահովագրության է շուտապույտ ներդրման։ Մյուս կոմպոնենտը դա այն է, որ Համաշխարհային բանկը դեռևս 24 թվականի հունիսին, թե հուլիսին, այդ ամիսը դժվարանում եմ ասեմ, մոտ 110 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանի կառավարությանը 21-ից 26 թվականների ռազմավարությունը իրականացնելու, այդ ծրագիրը իրականացնելու համար։ Այդ ծրագրի մեջ մտնում էր նաև ապահովագրությունը, ու եթե իրենք չանեին այս ապահովագրական համակարգը չներդնեին հիմա, խնդիր էին ունենալու, որովհետև ըստ Համաշխարհային բանկի պաշտոնական հաղորդագրության այդ գումարը փոխանցվելու է, այսպես ասած, փաստահեն սկզբունքով, այսինքն իրանք անում են, նոր այդ գումարը փոխանցվում է։ Հիմա 110 Այսինքն դրա համար այդքան արագացված կարգով օրենքը։ Ես կարծում եմ իմ դատողական կարծիքը այն է, որ այո, դրա համար են արել, որովհետև եթե ավելի ուշացնեին, զուտ Համաշխարհային բանկը այդ վարկը չէր տրամադրի։ Պատկերացրեցիք, չէ՞։ Հիմա այդ ամենը ուղղակի շատ լավ է, որ ապահովագրություն կա, շատ լավ է, որ 1.6 միլիոն մարդ ապահովագրվել է, որ իրենք արդեն իսկ իրենց գրպանից չեն վճարելու։ Բայց դա չպետք է բժիշկների մեղմ ասած քթից դուրս գա այդ ապահովագրական համակարգի ներդրումը, որտեղ Հիմա ինչպես է բժիշկների քթից դուրս գալու, սա ծանրաբեռնվածությունը մեկ, վարձատրությունը, որը որ հարցական է, արդյոք բուժաշխատողները պատշաճ վարձատրվելու են կատարած աշխատանքի համար։ Դա երկուս։ Ես բուժկենտրոններ գիտեմ, ընդ որում գիտեմ ձեռներեց գործարար, ով որ 2 բուժկենտրոն ունի, մի բուժկենտրոնով ինքը դիմել է, որ ապահովագրություն ստանա, իսկ մյուսով չի դիմել, որովհետև այն մյուս բուժկենտրոնում ինքը պատրաստվում է մատուցել վճարովի ծառայություններ, որովհետև այնտեղ աշխատող բժիշկները իրենց դիրքավորում են ոլորտային շուկայում որպես բարձր պրոֆեսիոնալ, ովքեր չեն ուզում շատ մատչելի գումարով վիրահատել։ Եվ իրականում բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ չպետք է շատ մատչելի գումարով Այսինքն այս վիրահատեն։ դեպքում մատչելի է լինելու։ Պետությունը չի փոխհատուցում։ Եթե դա պետպատվերի արժեքներն է, իսկ տարբեր խոսակցություններ են պատտվում, այսինքն տեղեր կան, որտեղ որ ասում են, որ ավելի մատչելի է, քան պետպատվերը, տեղեր կան, որ ասում են, որ ավելի բարձր գներ է, քան պետպատվերին է, բայց քանի որ դեռևս չկա պաշտոնական գնացուցակ, որը որ իցույց դնի մեզ բոլորիս, որ ժողովուրդ ջան, այս գումարներով եք վիրահատելու, այսքան տոկոսն էլ բժիշկը ստանալու է իր աշխատանքի համար, ես չեմ կարող պնդել, բայց հաշվի առնելով այն փաստը, որ 1.6 միլիոն մարդու իրենք ապահովագրում են, այդ քանակի մեջ հիմնականում, երբ որ բուժկենտրոններին ասում են, սա գնառաչարկը, այսպես ասած, իրենք շահում են, այսինքն իրենք 1.6 միլիոն մարդու անունից են խոսում։ Դրա համար պետք է հասկանալ, շատ նուրբ հարց է սա։ Իհարկե բուժաշխատողները շատ դեպքերում, օրինակ, ցածր վարձատրությամբ են համաձայնվում վիրահատել, բայց եթե մենք խոսում ենք բարձր պրոֆեսիոնալների մասին, ովքեր որ ոչ միայն օրինակ Հայաստանում են վիրահատում, այլ նաև արտասահմանում են մաստեր կլասեր անում, այլ նաև, չգիտեմ, միջազգային սերտիֆիկացված բանախոսներ են, ովքեր որ գիտական աստիճանում են եւ այլն, այդ մարդիկ պարտավոր չեն համակերպվել դրա հետ։ Անձամբ ես շատ դեպքերում կարող ասեմ, որ կներեք բուժկենտրոնը ունի պայմանագիր ձեր հետ, այլ բժիշկ ընտրեք։ Ես չեմ վիրահատել։ Եվ այստեղ մեկ խնդիր է առաջանում, փաստացի դուրս է գալիս, որ ովքեր ապահովագրված են եւ վիրահատության կարիք լինի, հնարավոր է նրանց պրոֆեսիոնալ բժիշկներ չեմ ասում, որ մնացած բժիշկները պրոֆեսիոնալ չեն, հասկանալի է, բայց որակը իր հետ ունի բժշկության ոլորտում։ Այսինքն այս խնդիրը կարող է առաջանալ, որակը շատ լուրջ ճանապարհ ունի, այո, որակը ունի շատ լուրջ անցած ճանապարհ, դա բազմաթիվ վիրահատություններ են, դա չքնած գիշերներ են, դա սեփական գրպանից վճարված վերապատրաստումներ են։ Ինձ պետությունը չի ուղարկել վերապատրաստման, որ ես սովորել եմ այսքան բան վիրահատել։
եւ պետությունը չի, որ պետք է օրինակ ինձ սահմանի, որ ես, չգիտեմ, շատ մաչելի գնով պետք է վիրահատեմ։ Հավատացնում եմ ձեզ, եթե մարդը ուզում է, կարա ընտրի այն բժիշկներին, ովքեր որ համաձայնվում են այդ գումարով աշխատել, բայց ոչ բոլոր բժիշկներն են համաձայնվելու եւ ոչ բոլոր բուժկենտրոններն են համաձայնվելու։ Տեսեք, մասնավորի հետ եթե համեմատենք, օրինակ մասնավոր ապահովագրական ընկերությունները, նույնիսկ եթե պայմանագիր չունեն տվյալ բուժկենտրոնի հետ, իրենք չեն խախտում պացիենտի սահմանադրությամբ իրեն տված իրավունքը, որ պացիենտը իրավունք ունի ընտրել իր բժիշկին։ Դա օրենքում էլ է, բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում էլ է գրած, դա նշված է նաեւ սահմանադրությունում, բայց խնդիրը ինչն է։ Պացիենտը կարա գա, օրինակ, ընտրի բժիշկին, վճարի, հետո այդ կտրոնները տանի ապահովագրական ընկերություն, ստանա փոխհատուցում, եթե ուղիղ պայմանագիր չկա։ Պետական ապահովագրությունը սահմանափակում է պացիենտին, ասում է, եթե բուժկենտրոնը չունի մեր հետ պայմանագիր, դու այնտեղ չես կարա ապահովագրությամբ բուժօգնություն ստանաս։ Պատկերացրեցիք, չէ՞, այսինքն պացիենտը չի կարա ընտրի իր ուզած բժիշկին։ Պետությունն է ընտրում իր համար հիվանդանոցներ, որտեղ որ ինքը ստանալու է բուժօգնություն։ Դա պացիենտի իրավունքների ոտնահարում է։ Արդյոք դա օգնի, թե կխանգարի ապահովագրական համակարգի կայանալուն։ Ճիշտ հասկացեք, ապահովագրությունը, կրկնում եմ, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը եւ գաղափարը շատ լավն է, սակայն ինչպես եւ շատ տարբեր լավ գաղափարներ, այս կառավարությունը ինտեգրման ժամանակ շատ կոպիտ սխալներ է թույլ տալիս, որոնք որ բերում են համակարգի ոչ միայն կայացած չլինելուն, այլ նաեւ այդ համակարգից բնակչության հիասթափման, օրինակ ոնց որ պատվաստումները այնքան պարտադրական որոշեցին պատվաստեն, որ ընդհանուր այլ պատվաստումների պատվաստվածների ծածկույթը նվազեց։ Հիմա ոնց որ թե փորձում են էլի վերականգնել դա, բայց պետք չի ամեն ինչը այնպես անել, որ այնքանավոր սենց մի հատ ինչ-որ գալչկա ստանան, որ իրենք ինչ-որ բան արել են։ Այսինքն նաև ցանկ է ներկայացվելու իրենց կողմից, թե որ բժշկական հաստատություն կարող է դիմել։ Այո, որովհետև նաև հիվանդությունների մասով կացին։ Ըստ գործող ՊԱԳ-ի տնօրենի իր հարցազրույցն եմ լսել, մարդը կարող է ստանալ բուժօգնություն այն ժամանակ այն բուժկենտրոններում, որոնք ունեն հիմնադրամի հետ պայմանագիր։ Օրինակ, ինչ որ X բուժկենտրոն չի ուզում պայմանագիր ունենա հիմնադրամի հետ, եւ պացիենտը, ով որ պարտաճանաչ վճարում է իր ապահովագրավճարը, ուզում է բուժվի այդ բուժկենտրոնում, ինչ իրան պետք է ասենք, որ դու չես կարող բուժվել։ Դա իրականում մարդու իրավունքների ոտնահարում է։ Մենք օրենքը խախտելով օրենք ենք ուզում ներմուծենք։ Իսկ հիվանդությունների ցանկ կա կամ հիվանդությունների ցանկը եւ հետազոտությունների ցանկը կցված ալնելու գնացուցակին, այսինքն այս հիվանդության բուժումը այսքան արժի, այս հետազոտությունը այսքան արժի, եթե մենք գնացուցակ ունենանք, հիվանդությունների ցանկ էլ կտեսնենք։ Հիմա ինձ օրինակ շատ զարմացրեց առողջապահության նախարարի հարցազրույցի մեջ մի հատ փաստ, որ օրինակ նախարարը ասում է, որ հերթագրումը նորմալ է, ինչի հետ ես եմ համաձայն, այո, հերթագրումը նորմալ է, բայց ասում է, եթե օրինակ տարեց մարդը կոնքազդրային հոդը կոտրել է, իրան կարան հերթագրեն եւ 4 ամիս հետո բուժօգնությունը ցույց տան, վիրահատությունը 4 ամիս հետո անեն։ Հիմա հարց. արդյոք առողջապահության նախարարի շուրջը չկան փորձագետներ եւ բժիշկներ, ովքեր որ բացատրեն տիկին նախարարին, ով որ իրավաբան է մասնագիտությամբ եւ պարտավոր չի դա իմանալ, որ կոնքազդրային հոդի կոտրվածքի ամենամեծ բարդություններից մեկը տրոմբի թոքային զարկերակը խցանելն է, այսինքն փոքր կոնքում ցանկացած միջամտություն կոտրվածք եւ այլն, տրոմբոեմբոլիկ բարդություն կարող է տա։ Ոնց այդ մարդուն 4 ամիս ռիսկի տակ տանեն պահեն։ Դա մեկ։ Երկրորդը, եթե օրինակ հերթագրում են կոնքազդրային հոդի կոտրվածքով պացիենտին, այդ մարդու փաստացի անշարժացած է, այդ մարդը չի կարողանալու քայլել, չի կարողանալու իրեն խնամել։ Որքան գումար է ծախսելու այդ ընտանիքը, որպեսզի 4 ամիս այդ պացիենտին պահի։ Ինձ համար անկեղծ եմ ասում, շատ զարմանալի էր նման պնդումը։ Կարող է այլ հիվանդության պարագայում, պլանային վիրահատության պարագայում նման խնդիր չառաջանա, բայց արդյոք նախարարին չեն տեղեկացրել, որ նման խնդիրներ կարող են լինելու, դա մարդու կյանքի հետ կապված բավականին լուրջ ռիսկ է։ Ինձ համար անկեղծ, դա անբացատրելի է։ Շատ խնդիրներ կան, շատ հարցեր կան, օրինակ հիմա ես տեսնում եմ ոնց են Facebook-ում, TikTok-ում տարբեր բանախոսներ, ընդ որում
շատ տարբեր ոլորտներից սկսում գանգատվել, որ Արմեդ համակարգը չի աշխատում, Արմեդ համակարգը կախելով է աշխատում, դանդաղ է աշխատում եւ այլն։ Հիմա հարց ինչի է Արմեդ համակարգը նույնականացնում առողջապահության նախարարության հետ։ Արդյոք Արմեդ համակարգը պատրաստ էր նման ծավալ սպասարկել։ Դա մասնավոր ընկերություն է, որ ունի պայմանագիր նախարարության հետ, կառավարության հետ, որ ինքը սպասարկում է այդ այսպես ասած համակարգը։ Նույնը եղավ դեղատոմսերի ժամանակ, շատ հայտեր գնացին, համակարգը էլի կախեց։ Ինչի եք մասնավորին փնովում, ինչի եք նույնականացնում։ Ես նոր տեսա, որ պետք է անեին։ Հիմա Այլ կբացատրեմ։ համակարգ ձևավորվեր։ Ոչ, հիմա կբացատրեմ։ Այլ համակարգ ձևավորվելը վերսիաներից մեկն է։ Տեսեք, ես տեսա 2 օր առաջ էր ոնց որ թե որ Արմեդը հենց հայտարարություն ա դրել, որ պահանջվում են օպերատորներ զանգերին պատասխանելու համար, այսինքն այնքան շատ են մարդիկ զանգահարում, մարդիկ ընկերությունը նոր ռեսուրսներ է ներգրավում։ Հիմա հարց տամ, իսկ արդյոք հնարավոր չէր 6 ամիս անցումային ժամանակ տալ, Արմեդը կպատրաստվեր, աշխատողների բազան կհամալրվեր, օրինակի համար, չգիտեմ, բուժկենտրոնները հստակ գնացուցակ կստանային, նախապես պայմանագրեր կստորագրեին, նախապես պացիենտը կիմանար, որ բուժկենտրոն կարա դիմի, որ չի կարա դիմի, ընդ որում կրկին, եթե թողեն նույն օրենքը, որ պայմանագիր պետք է ունենա բուժկենտրոնը, որ պացիենտ բուժի, արդյոք հնարավոր չէր մի քանի ամիս անցումային շրջան տրամադրել։ Ես կարծում եմ, որ հնարավոր էր, սակայն քանի որ ապահովագրության մասին օրենքը բավականին ծամծամված օրենք, ընդ որում 95 թվականից առողջապահության նախարարությունը անընդհատ քննարկում է, խոսում է ապահովագրական համակարգ ներդնելու մասին։ Այդքան պատմություն ունի, 31 տարի, 31-րդ տարում նոր դրվեց համակարգը։ Հիմա հարց, ինչի է 30 տարվա ընթացքում չէր ներդրվել։ Արդյոք օրինակ իմ կողմից շատ հարգված Բաբլոյան Արասայենիչը, Կուշկյան Հարություն Մաքսիմիչը, օրինակ, չգիտեմ, Դումանյան Դերենիկը, Ալթունյան Լևոնը, այլ նախարարներ, ովքեր որ եղել են մինչև գործող նախարարը, արդյոք իրանք այդքան վստահություն եւ այդքան, այսպես ասած, ռիսկայնություն չունեին, որ այդ համակարգը ներդնեին։ Վստահ եմ, որ ունեին եւ ինչու չէին անում։ Որովհետեւ այս խնդիրները կային, որովհետեւ տնտեսությունը տուժած էր, որովհետեւ շատ բացեր կան, որոնք որ պետք է փակվեն, որ համակարգը աշխատի։ Հավատացած եղեք, այդ մարդիկ իրենք շատ ավելի մեծ փորձով մարդիկ են, շատ մեծ հարգանքի արժանի մարդիկ են եւ այդ մարդիկ եթե ներդնեին համակարգը, վստահ եմ, որ այս խնդիրները կարողա չլինեին։ Այսինքն կան խնդիրներ, որոնք որ հիմա ընթացիկ լուծելով փորձում ենք համակարգը աշխատացնենք, բայց արդյոք դա ճիշտ է, արդյոք դա աշխատելու է, որովհետև նման համակարգի ներդրում իր առանց պիլոտայինի զուտ 1.6 միլիոն ապահովագրելով, ես չեմ կարծում, որ արդարացված է։ Այո, պետք էր ներդնել ապահովագրություն եւ այո, ինչ որ մի նախարար ներդնելու այդ ապահովագրությունը, բայց ոչ այսպես։ Իսկ Արմեդում երբ որ գրանցվում են, ինչ պայմաններ է ներկայացվում, այնտեղ ցանկերը կան, որքանով է մատչելի ընկալելի։ Ըստ պաշտոնական հայտարարության, իսկապես մոտ գործել։ Ըստ պաշտոնական հայտարարության ցանկերը կան, բայց ես տեսել եմ իմ ընկերների Արմեդները, ովքեր որ փորձել են գտնել ինչ-որ ցանկեր, չեն կարողացել գտնել։ Ես տեսել եմ նույն Facebook-ում փորձագետներից մեկի Արմեդի սկրինշոթերով, որ տեղադրել էր, փաստացի այդ կինը Չոր միտեղ դիալիզա ստացել, միտեղ կույրաղիկնա վիրահատել, միտեղ չգիտեմ ինչից է բուժվել, բայց ինքը ոչ միտեղ չի եղել։ Այսինքն տվյալներ են խառնվել, այո, տվյալներ են խառնվել։ Հիմա հարց տամ նման համակարգի պարագայում առանց այդ համակարգը վերազինելու, առանց այդ համակարգը պատրաստելու, արդյոք հնարավոր էր սա անել։ Ես չեմ կարծում, որովհետև սոցիալական ոլորտում, մասնավորապես եթե մենք գործ ունենք մարդու առողջության, մարդու կյանքի հետ, փորձարկում անել պետք չէ եւ պետք է հստակ հաշվարկ ունենալ, որովհետեւ մարդու յուրաքանչյուր հետաձգված դեպք, յուրաքանչյուր, այսպես ասեմ, չստացված ապահովագրական հայտ, յուրաքանչյուր հետաձգում այդ մարդկանց մեջ տհաճություն է առաջացնում, տրամադրվածություն է առաջացնում, ընդ որում դեպի բուժկենտրոն ու բժիշկ։ Ես կրկնեմ, իմ մոտ գալիս է պացիենտ, ասում է, ես եկել եմ ապահովագրությունով վիրահատվեմ, ես ասում եմ, ես չգիտեմ ինչ գնացուցակ է։ Ես չեմ կարող իմը ձեզ վիրահատեմ։ Այդ մարդը ինձից է նեղանում։ Չի ասում, որ համակարգը, որը որ ներդրված է, խնդիր ունի։
Այդ մարդիկ դա չեն հասկանում, որովհետև հարցազրույցներում մենք խոսում ենք փայլուն, ամեն ինչը լավ է, չգիտեմ, այս պոլիկլինիկա այցելեցինք, այն պոլիկլինիկա այցելեցինք, այս բուժկենտրոն, ժողովուրդ կոդեր տվեք, հիվանդությունների ցանկ տվեք, սակագներ տվեք, որոնցով դուք պատրաստվում եք վճարել բուժկենտրոններին։ Բուժկենտրոնն էլ որոշի, ոնց է ինքը աշխատելու։ Այսինքն չի կարա, օրինակ, լուրջ վիրահատությունը արժենա, չգիտեմ, 150,000 դրամ, որից 10% ստանա բժիշկը, չի կարա այդպես լինի։ Ոչ մի իրան հարգող մասնագետ չի վիրահատի, չի բուժի այդ պայմաններով, որտեվ բժշկական համալսարանում սովորելը առանց դրա էլ տարեկան 1 միլիոն դրամ վարձ են տալիս, միջինացված եմ ասում, ուսանողություն, կլինիկական օրդինատուրա եւ այլն։ Հետո եւս մի քանի միլիոն ծախսում են, որպեսզի կրթությունը ամբողջականացնեն եւ բժիշկը պարտավոր չի անվճար կամ ի վնաս իրեն, ի վնաս իր ընտանիքին, իր երեխեքին աշխատել։ Եկեք օբյեկտիվ խոսանք, ես հասկանում եմ, որ բժշկությունը դա կոչում է, բժշկությունը դա գթասրտություն է, դա կարեկցանք է, բայց եկեք հասկանանք, որ բժիշկն էլ երեխա ունի, ով որ ուզում է խաղալիք ունենա, ով որ դպրոց է գնում, իսկ դպրոցները հիմնականում նորմալ դպրոցները դարձել են վճարովի, ով որ ուզում է բուխ սովորի, այդ բժիշկը պետք է մի տեղից գումար աշխատի, եթե պետությունը բոլորին ապահովագրում է ու ասում է վերջ կոպեկներ ենք ձեզ տալու, այդ բժիշկը ոնց աշխատի։ Այսինքն այս հարցը դեռևս պարզաբանված չեն բժիշկների։ Ինձ համար որպես բժիշկ, որպես վիրաբույժ, այս պահի դրությամբ պարզաբանված չի։ Իդեպ ներառված ցանկերի մասով ասում են, որ նույն պետպատվերի շրջանակն է գործում, Շատ վատ է ուղղակի դա։ թոշակառուներն են միայն ավելացել։ Շատ վատ է դա, ասեմ ձեզ, որ շատ վատ է, որովհետև Ովքեր որ կարող են օգտվել։ Որովհետև պետպատվերի շրջանակներում մշակված սակագները շատ ցածր են։ Իրականում շատ ցածր են։ Շատ բան հաշվարկած չի դրանց մեջ, եւ եթե բուժկենտրոնը աշխատում էր օրինակ պետպատվերով եւ նաեւ ուներ վճարովի պացիենտների հոսք, հիմա այդ վճարովին, որը որ օբյեկտիվ շուկայական միջին գնով գալիս էին վիրահատվում էին, հիմա չեն գալու են բոլորը պետպատվերի գնով, ես չեմ բացառում նույնիսկ որ բուժկենտրոններ լինեն, որոնք փակվեն։ Եվ այդպիսի մի դրվագ ես հիմա տեսնում եմ բուժկենտրոն կա, որ ասում է եթե նույն գները մնա, ես ուղղակիորեն իմ անձնակազմին ասում եմ գնացեք, չգիտեմ, աշխատանք գտեք 2-3 ամսից ես փակվում եմ։ Հիմա Հաստատի վճարովի ծառայության շահառուներ մնացել են մարդիկ, ովքեր որ 200,000 դրամից ցածր աշխատավարձ են ստանում, որոնք որ ունակ չեն վճարովի ծառայությունից օգտվել։ Հիմա այսինքն նոր խմբեր միայն թոշակառուներ են ավելացել։ Մնացածը նույն պետպատվերի շրջանակում գործող խմբերն են։ Ոչ, նաև 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողներն են, այո, բանը ավելացել։ Հիմա հարց տամ։ Այդ որ զինապահների հիմնադրամից մենք ինչ որ գումար պահվում է, այդ որ կառավարությունը սուբսիդավորում է տարբեր ծրագրերով, արդյոք հաջորդ տարի դա լինելու է։ Արդյոք ընտրություններից հետո դա լինելու է։ Թե դա հերթական ինչ որ sense խայծնա, որը որ գցել են ու մարդիկ ասում են, «Ո, վերջ մենք փրկվեցինք, չգիտեմ, ամսական 3-4,000 դրամով ապահովագրվել ենք, ամեն ինչը լավ է ալնելու»։ Բնականաբար ոչ, հավատացած եղեք, որ դա փոխվելու է։ Եվ արդյոք մարդիկ ուզենալու են ամսական 10,800 դրամ վճարեն այն բուժօգնության համար, որը որ հիմնականում, անկեղծ ասեմ, օրինակ պոլիկլինիկական օգնությունը, սկրինինգային ծրագրերը եւ այլն իրենց համար անվճար էին։ Հիմա իրանք դա են ստանում, պլյուս ինչ որ վիրահատությունների քանակ։ Այդ վիրահատությունների մեծ մասը ես չեմ կարծում, որ շուկայական արժեքով են հաշվարկված։ Այսինքն մենք այդտեղ շատ լուրջ խնդիրներ ունենք։ Եվ այդ խնդիրները իհարկե պետք է հաղթահարենք, որովհետև ապահովագրական համակարգը շատ կարևոր է մեր երկրի համար։ Մեր բնակչի առողջությունը շատ կարևոր է, բայց հաղթահարման ուղղությունները պետք է ճիշտ լինեն։ Իսկ եթե համակարգը կիսապռատ է ներդրած, չգործող հիմնադրամով արդեն իսկ ասում են, որ գումար պետք է մեզ վճարեք, ես չեմ կարծում, որ նման աշխատավոճով հնարավոր կլինի այս համակարգը աշխատացնել։ Եվ վախի մթնոլորտը, որով որ հիմա, այսպես ասած, ամբողջ առողջապահական համակարգը վախի մթնոլորտի մեջ աշխատում է, դա երկար տևել չի կարող։ Իդեպ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասում էր, դիմում էր մարդկանց եւ ասում էր, որ չգրոհեք հիվանդանոցները, բուժհաստատությունները, սեբուրփաթ չէ։ Ինչ ասեմ։ Այսինքն այդ խնդիրը կարող է լինել միանգամից բոլորը գնան, ուզենան հետազոտվել։ Հաստատի այսօր հունվարի 14-ն է, հունվարի 14-ն է, 3 երեկոյի դրությամբ նախարարը ՀՄԿ-ի եթերում ասաց, որ 68,000-ի կարգի հայտ են ստացել։ 68,000 հայտ 1.6 միլիոնի 68331։
Հոգի գրանցվել է։ Այո, 1.6 միլիոնի մեջ։ Հիմա դա քանի տոկոսն է? 5%-ն է։ 5%-ը առաջին 15 օրվա մեջ, ընդ որում աշխատանքային օրերը եկեք հաշվարկենք ամսի 7-ից։ 5%-ը մի շաբաթվա մեջ դիմել է։ Հիմա բայ եթե 25% դառնա, 30% դառնա, ոնց են կանելու։ Այսինքն համակարգը պատրաստ չէ այս ամեն ինչին։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև մենք ունենք նաև այդ համակարգում ինտեգրվելու խնդիր տարեցների։ Հասկանում եմ, որ բժիշկը կարա հաստատի, բժիշկը կարա այդ մարդուն օգնի գրանցվել, բայց արդյոք դա բժշկի գործն է։ Տարեց մարդուն սովորացնել սմարթֆոնից օգտվել համակարգից, օգտվել եւ այլն։ Այո, արդյոք սոցիալական աշխատող կցվելու է այդ մարդկանց կամ ասենք գոնե համայնքին, որ զբաղվի։ Այո, չի գնա պոլիկլինիկա, իրենք դիմեն, եթե չէ կարողանում, բժիշկը պացիենտին բուժելու, պացիենտին հետազոտելու հայեցողությանն է։ Այո, պացիենտի բուժելու, հետազոտելու, ախտորոշելու, ուղեգրելու փոխարեն պետք է օգնի, ասի նայեք, այս սեղմում, եկեք ես ձեզ գրանցեմ, դա կներեք, բայց բժշկի գործառույթի մեջ չի մտնում, բժշկի գործը բուժելն է։ Բժիշկներին արդյոք նախատեսում են հավելյալ ֆինանսավորում հատկացնել նման գործառույթ իրականացնելու համար։ Բայց ինչպես կարող էին կանոնավորել այս դեպքում։ Բացատրեմ, յուրաքանչյուր պոլիկլինիկան կարող է ունենալ սոցիալական աշխատող, ինչպես քաղաքակիրթ երկրներում է, ովքեր որ պարբերաբար նախ հիվանդներին զանգում, հրավիրում են սկրինինգային հետազոտության, պատվաստման, զանգում են իրենց քրոնիկ հիվանդների որպիսությունից են տեղեկանում, դա զեկուցում են բժշկին։ Հիմա մեզ մոտ բժիշկն է զանգում, կանչում պատվաստման, կանչում սկրինինգի, բայց բժշկի պարտականության մեջ չի մտնում պացիենտին զանգելը։ Կրկնեմ, ես 2011-ին եմ ավարտել արձինատուրան։ 15 տարվա ստաժով բժիշկ եմ, ես կյանքումս չեմ զանգում պացիենտին, ասում համեցեք։ Պացիենտը պետք է հիշի, որ այս իր օրը նա պետք է գա, ինքը պետք է իր առողջության նկատմամբ պատասխանատվություն ունենա։ Հիմա մենք այդ մարդկանց պատասխանատվությունը ամբողջովին դնում ենք բժշկի վրա, ընդ որում պոլիկլինիկական օղակի, ովքեր որ օրեկան այնքան պացիենտ են նայում, որ այդ մարդիկ հյուծվում են, այրվում են։ Հիմա մենք մի հատ ենք պարտականություն դնում, որ սմարթֆոնով կամ համակարգչով գրանցեք, սպասարկեք եւ այլն։ Արդյոք գոնե բարձրացությունը բարձրացնելու են։ Եկեք իհարկե չմոռանալով մեր բնակչության առողջության կարևորության մասին, հասկանանք, որ այդ բնակչության մի մասն է բժիշկներն ու բուժքույրերն են։ Բուժաշխատողն է այդ բնակչության մի մասը եւ անընդհատ իրանց այսպես սեղմելով այդ զսպանակի էֆեկտը կարող է շատ դաժան լինի։ Եթե օրինակի համար, չգիտեմ, 100 կամ 200 հոգի բժիշկ մի անգամից դուրս գան համակարգից։ Հասկացեք, բժիշկին չի կարելի նման կերպ նեղացնել։ Չի կարելի բժիշկին թերի վճարել, չի կարելի բժիշկին իր պարտականություններից դուրս։ Բայց գուցե թերի չեն վճարելու, թե այս մասով կան արդեն խոսակցություններ։ Փաստացի ես դեռևս չեմ լսել նման խոսակցություն ու չեմ տեսել նման որոշում, բայց բժիշկին չի կարելի թերի վճարել, բժիշկին չի կարելի անտեսել, բժիշկին չի կարելի ծանրաբեռնել իր պատասխանատվությունից եւ իր կոմպետենցիայից դուրս հարցերով։ Բժիշկը, կներեք, նոքյար չի, ծառա չի, ստրուկ չի։ Բժիշկը դա ամենավեհ ու ամենալուրջ մասնագիտություններից մեկն է, որը որ չի կարող, այսպես ժողովրդական լեզվով ասած, չի կարող աղքատ կյանքով ապրել։ Իր պատասխանատվությունը այնքան բարձր է, որ եթե պետությունը դա չի հասկանում, պետք է թողեն, որ պացիենտը գոնե դա հասկանա, որտեղ բժիշկները կդադարեն վիրահատել։ Հավատացնում եմ ձեզ, կդադարեն բուժել, շատերը մասնագիտություն կփոխեն։ Երիտասարդների մոտ մոտիվացիան կկորի բժիշկ դառնալու, որտեղ եթե մարդը տարեկան 1 միլիոն դրամ վճարելով ուսման համար դառնում է բժիշկ, որպեսզի լավ ապրի, այդ տարեկան 1 միլիոնը իր ծնողներն են տալի, ոչ պետությունն է տալիս, ոչ բնակչությունն է տալիս, ապա այո, ինքը պետքա լավ ապրի։ Եվ պետք չի հիմա սարքենք դա Հիպոկրատի երթում, սկսենք պրոյեկտել դա էմոցիոնալ դաշտում եւ այլն։ Մենք բոլորս էլ մարդ ենք, ովքեր որ ցանկություն ունեն ապրելու, գոյատևելու, լավ ապրելու, ավելի լավ ապրելու։ Խնդիրը ոչ միայն քաղաքացիների մեջ է պաստորեն առաջանում, այլ նաեւ բժիշկների մոտ։ Իհարկե առաջանում է, իհարկե առաջանալու է։ Որովհետեւ հիմնականում քաղաքացիների խնդիրների մասին է խոսում, ովքեր որ ես քաղաքացիների խնդիրները ովքեր որ բացարձակապես չեմ ուզում անտեսած լինեմ։ Ներառվեն այս խմբերում։ Բայց քաղաքացիների խմբի խնդիրները լուծել բժշկի համար հավելյալ խնդիրներ ստեղծելով չարժի։ Բժիշկն էլ է այս երկրի քաղաքացի, հավատացնում եմ ձեզ։ Եվ բժիշկն էլ սովորական մարդու պես ինքն էլ է պացիենտ։ Հիմա հարց տամ, արդյոք պոլիկլինիկայում աշխատող բուժաշխատողները ապահովագրվելու են։ Արդյոք ապահովագրվելու են իրենք։ Արդյոք իրենց աշխատավարձը 200,000-ից բարձր է։ Հայ հարց ուղեք պատկան մարմիններին, թող պատասխանեն։
Արդյոք այդ բժիշկները ապահովագրվելու են։ Գոնե իրանք էլ կարողանան Եվս խնդիր է առաջանալու, որ իրենք չեն ապահովագրվում, պետք է սպասարկեն եւ այլն։ Ես չգիտեմ ապահովագրվում են թե չէ, հասկանում եք, տեղեկատվության շատ լուրջ պակաս է եւ ավաղ նախարարի TikTok-յան էջը չի փակում բոլոր հարցերը։ Եվ նախարարի հարցազրույցները, ինչպես տեսանք, ինչպես ես նոր մի հատ հարց տվեցի կոնքազրային հոդի պրոթեզավորման մասով, նախարարի հարցազրույցներն հարցեր չեն փակում, նաեւ հարցեր են առաջացնում։ Եվ պետք է հասկանալ, որ այդ հարցերին պետք է պատասխանել։ Շնորհակալ եմ Ձեզ զրույցի համար։ շնորհակալություն։ Զրուցում է Հայրենիք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բժիշկ Գևորգ Գրիգորյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։